Բարի երեկո։ Արմատ մեդիայի եթերում կուլիսային ոդքասթն է, այսօր ես զրուցելու եմ երգիչ երգահան Դավիթ Ամալյանի հետ։ Ողջույն Դավիթ, շնորհակալ եմ, որ հրավերս ընդունել եք։ Ես շնորհակալ եմ։ Գիտենք, որ տեղի ունեցավ ազգային ժողովի առաջին նիստը եւ տեսանք, որ առաջին անգամ ամենայն հայոց կաթողիկոսին չհրավիրեցին այդ նիստին, ընդཐུպ մինչև ասելով, որ մենք չենք ճանաչում Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոս, դուք ես տեսա գրառումներ եք արել եւ բավական բուռն եք արձագանքել այդ հայտարարություններին, ինչու չկանչեցին վեհապար հայրապետին եւ ինչ խնդիր ունեն նրա հետ, ինչու չեն ճանաչում նրան որպես ամենայն հայոց կաթողիկոս։ Պատկերացնում եք, վեհապարը ինչքան պիտի փոքր լիներ, որ իրեն դրանք ճանաչեին։ Ցորենի արկ, որ մտնում ես, տնկված հասկերը հիմնականում դատարկներն են։ Լիքը հասկերը ծանրությունից գլուխը կախում են։ Եվ ցավոք սրտի սրանց հակասությունը իրենց մեջ կարող խնդիր առաջացնի։ Իսկ որ խնդիր առաջացնի, վատ կվերջանա, որովհետև որպես կանոն դատարկ հասկերի քանակն ավելի շատ է։ Հիմա անցնեմ դրա հետևանքային ճշմարտությանը, դասական ճշմարտությունը, որ տգետներն իմաստունին չեն սիրում։ Չքավորները ունևորին ըստ դեպքում նյութական արժեքի մասին չի խոսքս, հոգևոր ունեցվածքի։ Այսինքն աղքատ ու հարուստ բառը նյութական կարողությունների դիսոնանսը չի, աղքատ ու հարուստ մարդ, աղքատ եւ հարուստ մարդն է։ Աղքատները հարուստ չեն սիրում, փոքրոքիները մեծահոգի չեն սիրում։ Եվ տրամաբանորեն է, որ այդ բոլոր նշածողերը պահպանված արժեքներին, դրա հակառակ արժեքները չպետք է գնահատեն։ Եվ մի բան պիտի ասեմ, եթե Աստված չանի, մարդ ես, ճակատագրի բերումով ես էլ մտավոր կարողություններից որոշակի զուրկ լինեի, մարդկային արժեքներից բոլորիս հետ էլ լինում է, ինչ ասեմ, եթե այնտեղ կա ես էլ հարուստ մարդ չսիրեի, մտածեի ինչի են իրանք հարուստ, ես աղքատ, օրինակ։ Եվ այդ կներեք բառիս համար աբիժնիկությունը ինձ էլ դարձներ, ընդհանրենք ԿՊ-ական կամ 18 թվի շարժման ակտիվիստ։ Եվ ես այսօր իրանց մեջ լինեի, էլի եմ ասում, Աստված չանի, հնարավոր չի, բայց ենթադրենք։ Նույնիսկ այդ դեպքում, երբ որ խոսքը վերաբերեր վեհապարին, ես իմ տղայական մարդկային եւ ընտանեկան դաստիարակությունը թույլ չէր տա վեհապարին անունով դիմել եւ այդքան գրեհիկ արտահայտվել հանրային եթերում։ Նույնիսկ եթե դու որպես մարդ այդ մարդուց գող չես, դու այդքան չկաս, որ իրեն գնահատես, գոնե հանրային դաշտում քեզ մի թույլ տուր։ Դա քո ցածրության մասին է խոսում, վեհապարին ոչինչ չի լինում դրանից։ Ախր ձեզով է ասել, որ դուք ընդամենը դրանով կարող եք վեհապարին ցավեցնել։ Վեհապարի համար դուք մարդկանցից մեկն եք։ Ինքը ձեզ չի ճանաչում կամ ճանաչում է, դա էական չի։ Ինքը ձեզ իրան թույլ չի տա, որ ձեր մասին վատ արտահայտի, որտեղ ինքը այնքան մեծ բարձունքի վրա է գտնվում։ Եվ առասարակ իր մարդկային կերպարի հետ վախտ եմ ունեցել մի քանի անգամ շփվելու եւ ասեմ ինքը երբ որ մեր շփման մեջ կա այն դաշտը, որ մենք ուզում ենք իրեն ասել, որ մենք քո կողքին ենք, բաժնում է ավելի շատ ինքն է մեր կողքին։ Թույլ չեք տալիս, ասեք։ Ինքը այն կերպարն է, որ ի վիճակի է որպես տղամարդ, որպես մարդ, որպես հոգևոր առաջնորդ իրեն եւ իր կողքիններին պաշտպանել։ Այսինքն այս հայտարարություններն այն չեն ասել Անայդ ջան, այն ինչ որ պիտի մեզ զարմացներ, որ ինչու ազգային ժողով չկանչեցին։ Ճիշտ է, ազգային ժողովի այն հատվածը, որ վեհապարի կարիքն ունեին, գնացին վեհապարի օրնանքը ստացան, իրենք գիտակցեցին։ Իսկ այն հատվածի համար, որ ինքը ներկայանար, միգուցե կլինի Հայաստանի ազգային ժողով մի օր։ Վեհապարը մեծ սիրով ուսամ կգնա, կօրհնի եւ ունենանք հայկական պետականություն, որի խորհրդանիշը բրոշկեն չի լինի։ Այս պահին բրոշկենա սիրում ենք բոլորս էլ այդ հատվածը, որը մերն է։ Բայց երբ որ դա սահմանափակում ես երազանքների արգելքով, այսինքն Արցախ բառը չի թույլատրում ասել, Արցախի դրոշը չի թույլատրում, պատմական Հայաստանը պետք է մոռանա։ Սա արդեն ոչ թե դառնում է այս պահին ունեցածը պահպանելու հնարավորություն, այլ թշնամու
կամակատար լինելը։ Այսինքն թշնամու կամակատար կարա լինի որևէ հետախույզ, որևէ դեբիլ հասարակության մեջ, բայց ամբողջ իշխանությունը երբ որ թշնամու կամակատար, ասա մի քիչ վախենալու բան է։ Այ եկեղեցու վեհապար Հայրապետի դեմ այդ ճնշումներն են ըստ ձեզ թշնամու պարտադրանքով։ Ակնհայտ է։ Ես գիտեք ինչ եմ ասում, հիմա միշտ ասում են, այմարդ Ալիևը ասեց, գնացին ընտրեցին։ Հիմա էլ Ալիևը ասել է եկեղեցու հարցը լուծեք, լուծում են։ Ինչ եք ուզում, Ալիևը ինչ ասում անում են։ Հետո էլ մեկ ասում են խաղաղություն ա բերել։ Ուզում եմ անձամբ դիմել, երբեք առիթ չեմ ունեցել իրեն անունով դիմելու, թեկուզ եթերից, միշտ, բայց հիմա ստիպված եմ, Նիկոլ, քեզ որ ասել են խաղաղությունը, մի հավատա, որովհետև այդ խաղաղությունը քո մռնչոցից չի գալիս, ուղղակի արտաքին աշխարհին այս պահին Ալիևի հարձակվելը բացարձակ պետք չի դրա համար չի։ Եթե ինքը մի բան հնարավորություն ունենար, հաստատ դա քո առյուծածին մռնչոցը չի, որ ինքը վախենում է եւ չի գալիս, կամ ձեր մեջ պայմանավորվածություն կա։ Կներեք, բայց ինքը թքած ունի ձեր միջի պայմանավորվածության վրա, որովհետեւ ինչ ուզում է անում է։ Առանց ուժել է անում, ուժով էլ կանի, ինչ կուզի կանի։ Հուսամ մեր բանակում կանգնած տղերքը այսօր հլպինդ են, որովհետեւ իրենք ամեն դեպքում հայկական գենկերող տղեկ են։ Որը գա բարինետ է ինձ թվում ամեն ինչ լավ կլինի։ Դավիթ, վերադառնալով վեհապար Հայրապետի թեմային, դուք ասում եք վեհապարը չի ընկճվում, էական չէ նրանք ընդունեն թե չեն ընդունի, բայց գործը խոսքի մակարդակից արդեն հասել է գործի, հստակ գործողությունների մակարդակին, եւ հիմա եկել ենք պատմական էլի մի նոնսենսի առջև ենք կանգնել, որ վեհապար Հայրապետին դատում են, վեհապար ամսի 7-ին պետք է տեղ ունենա դատական նիստը, որտեղ մեղադրյալի կարգավիճակ ունի վեհապար Հայրապետը։ Սա ինչ երևույթ է։ Էլ եմ ասում, զարմանքս վերջացել այն ժամանակ, երբ որ 18 թվին իր կողքի քայլողները շատացան։ Դրանից հետո ոչնչի վրա չեմ զարմանում։ Ինչ վերաբերում է քո ասած նոնսենսին, իսկապես աննախադեպ եւ անբացատրելի երևույթ է։ Իրոք ուժը մեր հետ ես որևէ կոչ այսօր անելու ոչ կոմպետենտ եմ, ոչ էլ ինձ թույլ կտամ, բայց օրը գա բարինետը չգիտեմ կամ դուրս գանք փողոց կամ որևէ կերպ, որը որ կստացվի, որը որ ինձնից ավելի խելոք քաղաքագետներ կան կամ քաղաքական գործիչներ, որոնք կմտածեն թե ինչ պիտի արվի, ես ինքս քաղաքացի եմ եւ հայ եւ մարդ։ Կանեմ են ինչ այդ պահին հայերն են ուզում։ Այսինքն կամակատար երբեք չեմ եղել, ինքս իմ սկզբունքով արել եմ ինչ ինքս կուզեմ, բայց այս այն դեպքն է, որ ինքս չեմ որոշելու դուրս գանք փողոց, մնանք տանը, գնանք դատարան, չգիտեմ։ Ոնց կորոշվի, ես այդ որոշման մեջ։ Պետք է կոչ լինի, նկատի ունեք։ Ինչպես։ Կոչ լինի քաղաքական դաշտից։ Դե կոչ անողներից այսօր դեռ ոչինչ չեմ լսել, հավանաբար էլի եմ ասում, օրը կգա որևէ բան կորոշվի, կամ էլ ի վերջո այդ դատախազն ու դատավորը գոնե վեհապարի դեպքում պիտի հասկանան ինչ են անում։ Ի վերջո պիտի հասկանան, որ սա ժողովուրդ ջան, այս հանակ մասխարա չի, կներեք ժողովրդախոսակցական օտար լեզվի համար։ Այս կատակ բան չի կարելի։ Չէ, դուք ասում եք դատախազը սրբազաններին էլ չէր կարելի, իդեպ մի անգամ հումոր արեցի, որ սրբազանները երեքը նույն բանտախցում էին, ասի բանտապահը որ մտնում աներ, դուրս գալուց մեջքովա դուրս գալիս խցից, որովհետև ի վերջո աշխատողներն էլ չէ հասկանում, որ այդ իրանք երեխա ժամանակվանից այդ հագուստը տեսել են, երբ որ կնունք հայ եղել, երբ որ իրանք կնքահայր են եղել կամ կնքվող կամ չգիտեմ ինչ որ արարողության կամ ամուսնացող ի վերջո կամ երեխա են ունեցել տարել են օրնանքի հազար ու մի բան ա եղել, ի վերջո վատ բաներ էլ ա եղել, հուղարկավորության կամ հոգեհանգստի արարողություններ, որ դուք գոնե ցուցադրական ցույց եք տվել, որ այդ պահին այդ քահանայի կամ հոգևորականի խոսքը ձեզ համար արժեք է։ Գոնե այդ պահին լռել եք ձեր տատու կամ հոր կամ հերոտնիստեղից ինչ որ բանի
հարազատի հոգեհանգստի ժամանակ գոնե նայել եք քահանային, խաչակնքվել եք, իր ասածները հոգևոր խոսք եք ընդունել։ Բա հիմա ինչ արժեքով եք այդ դաշտի առաջնորդին ինչ արժեքով պիտի մեղադրական կարդակ։ Մենակ նրա համար որ Ալիևն է ասել։ Այդ դեպքում ժողովուրդ ջան, թուրքերեն խոսացեք, ինչ եք թաքցնում։ Ինչ եք թաքցնում, լավ։ Այս օրինակը մի անգամ ասել եմ, չեմ ուզում ասել նրա համար, որ ստացվել է դրա համար եմ ասում, ես միշտ այն դաշտում գտնվող մարդկանց մի տեսակ կա, որ գիտեն պատերազմ են տեսել, մրեր գիր, մրսասում, մրպապեր, մեր երկերի տակ հուզվել են։ Ախպեր ջան, բան չէիք գնում կռիվ։ Այսօր Ալիևն ասեց ընտրեք, ընտրեցիք։ Լավ իմ տղու թաղման ինչի եք եկել ինձ գրկում ասում ցավակցում եմ։ Ձեր ցավակցելու իմաստը ո՞րն է։ Ում եք ցավակցում, ինչի համար։ Ինչն էիք ցավակցում, երբ որ դուք այսօր թշնամու կողքն եք։ Ես թշնամու հանդեպ այդքան ատելություն չեմ ունեցել, ինչքան դուք ունեք, որտեղ թշնամին իր գործն է անում։ Բայց դուք այն ժամանակ թուրքի մորտից բանսես բաներ եք խոսում, բայց ո՞նց կանգնեցիք թուրքի կողքը, ասեց գնացեք ընտրեք, ընտրեցիք արա։ Այդ ո՞նց ստացվեց։ Հիմա էլ ասում եք թուրք բառը վիրավորական չի, իրանց հետ որ հարաբերվենք, պամիդորը էժան կգա, լոլիկը, չգիտեմ, ինչ կլինի, շուկայական տնտեսությունը կզարգանա, ռուսը կգնա, թուրքը կգա, ու մենք լավ կապրենք։ Ու հիմար չեք։ Սես բան ախր ռուսի ու թուրքի մասին չի խոսքը։ Վերջը ռուսի ու թուրքի մասին է նաև խոսքը։ Ռուսաստանում 2 միլիոն հայ ապրում են եւ շատերը ռուս բարեկամներ ու մտերիմներ ունեն, կապ չունի իշխանության որոշումները ոնց է ինչա, բայց ռուսների հետ բարեկամանալ եւ ընկերանալ եւ մտերիմանալ լինում է։ Ռուսերեն խոսել, ռուսերեն աղոթել, ռուսերեն երգել լինում է։ Թուրքերեն չի լինում։ Որտեղ մեր մեջ ցավոք սրտի ռուսական լծի տակ է գենետիկ, դե հա իրանք այտենց են որ լծից դուրս գան թուրքերի հետ ճշտամի չենք լինի։ Թուրքն սպասում որ դուք լծից դուրս գաք, ինքը ձեզ գրկի, ասի եկեք երեխես։ Ես այդքան Վարդանը մի Պետրոսյան մի ներկայացումներից մեկի ժամանակ որ նկարագրում է ոնց է թեշտը բարձրացնում, կուտը գցում, հավը գալիս է, տակը գցում է, ու 20 քանի հավ հերթով հատիկ գալիս մտնում են։ Նույնիսկ 20-րդը չի մտածում, որ այն 19-ը ընկան տակը։ Ու մենք այդ նույն օրինակով, նույն կուտը գցելով, մենք նորից ասում ենք, չէ, այս անգամ թուրքերը ուրիշ են։ Նույնիսկ այդպես Լավ, բայց այդ պատմական հիշողությունը չկա։ Երևի չկա։ Ես մարդ գիտեմ, որ իրանց պապերը Եղեռնից գաղթած են։ Բայց այսօր եկեղեցու դեմ են, վեհափարի հետ անունով են խոսում, հայերում են, ով Ալիևի ասածը չի արել իրանց համար թշնամի է, իսկապես անբացատրելի դիսոնանսի մեջ ենք եւ այս ամեն ինչի անունը ինչ դնեմ զարմանալուց բան չի փոխվի զարմանալը մի անգամ ասեցի զարմացել ես սիրում եմ զարմանալ սիրում եմ ուրախանալ սիրում եմ ինչ որ արժեքներ նկատել հուզվել կամ եսի ինչ անել բայց այս ավելին է Աճպարար ընկերներ ունեն, որ աճպարարություն են անում, իսկապես այդ զարմանքը ինձ հետաքրքիր է, բայց այս աճպարարություն չի, այս ինչ է։ Ցեղասպանություն տեսել ենք, երկար ժամանակ չի անցել, դարեր չեն անցել ցեղասպանությունից, հա, մենք բոլորս ունենք հարազատներ, տատիկներ, պապիկներ, որոնց գոնե ծնողները ցեղասպանությունից մազապուրց եղած են։ Տեսել ենք պատերազմներ, տեսել ենք ինչպես են թուրքերը ադրբեջանցիների հետ միասին մեզ կոտորում, նորից նույն կարելի ասել ցեղասպանություն։ Տեսել ենք Արցախահայերի ցեղասպանությունը եւ հայաթափումը։ Ու այդքանից հետո ինչպես ենք մենք հավատում, որ թուրքը մեր բարեկամն է։ Ու հատկապես ձեր նշած ինչ նկատում ես ինձ ու քեզ։ Չէ, բնականաբար։ Դե Այդ ձեր ասած հասարակությանը ու ընդ որում այդ թվում եւ զինվորականները կան, չէ, զինվորականներ, որոնք ասում են շատ լավ է որ մենք կբարեկամանանք, եւ չենք ճանապարհի մի ոստիկանի հետ հանդիպում ունեցա, լավ տղա դուրս եկավ, ծխախոտը ձեռքիս էր կանգնացրեց որպես խախտում, ճանաչեց, զրուցեցինք, ասի գիտես ինչ, այդ մանր օրենքները ինձ համար անընդունելի է։
երբ որ կդառնա մեր երկիրը, կհասկանամ եւ ես քեզ որպես ոստիկան մենակ նրա համար որ դու անվտանգային համակարգի հագուստ ես ակում, քեզ հարգում եմ, բայց այդ օրենքը գրողը ինձ համար հայ առաջնորդ չի։ Երբ որ օրը կգա ես կունենամ իրական առաջնորդ, կսկսեմ օրենքները հարգել որպես Հայաստանի Հանրապետության օրենքներ։ Հիմա ասեմ մյուս հատվածը, այդ գերիներ ունենք այսօր։ Այսինքն այսօր Եղեռն ասած երևույթից ոչինչ չի փոխվել, քանակն է փոխվել, այն վաղ 1.5 միլիոն էին, այսօր հələ 1.5 միլիոն չի, որտեղ միգուցե հələ իրաց գործը չեն սկսել։ Բայց այս արանքում ոչ պակաս հազարներ զոհեր ենք տվել, հազարներ, որտեղ եթե ասեմ 5000 կարող է զանգեցի, ոչ 4211 կամ 3000, այ հիմար ինչ կապ ունի քանի։ Հատ չի, օքեյ է։ Եվ դու ինչ իրավունք ունես թվերի բաշխես զոհերի քանակը։ Եթե նույնիսկ 2 հոգի է, դե ամբողջ ձեր ԿՊ-ի Գերդաստանից թանկ է, որտեղ դուք հատ եք իրանք հոգի։ Բայց թողնենք։ Հիմա ինձ հետաքրքիր է, մարդիկ կան, որ Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի, չգիտեմ, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, թող իրան էլ հաշվեն, Բակո Սահակիչի հետ Լյովայի, Ռիժի Լյովայի, այդ մարդկանց անունի տակ հայոյանք են գրում հայ։ Ինքը աուդիո բան է թողել որպես մղում, ինքը հայերի կարոտից տառապում է Ադրբեջանի ճշնամու, ինքը ոչ թե օգնություն, հələ մի բան էլ ինքն է ուժ տալիս, ասում է մենք ուժեղ ենք, դուք պինդեղ եք, տեսնեմ հայոյանք են գրել տակ, հայեր կան, այս ինչքան աբիժնիկ եք դուք։ Ես ինչքան ծանր եք տարել, որ նրանք սև մեքենայով են ման գալիս, դուք ոտով։ Ես ինչքան եք համարել, որ ինչ-որ մեկը փող ունի, լավ Ծառուկյան Գագոյին, որ տարան, ինչի եք այդքան ուրախացել։ Այդ առյուծը, որ սատկեց, քեզ են տալու, արա։ Այդ ինչ եղավ, ես Գագոյի հետ ընդհանրապես առիթ չեմ ունեցել, հանդիպման էլ չեմ եղել։ Երևի ոչ մի նույնիսկ պետական միջոցառում չի եղել, որ մի անգամ գոնե նույնիսկ ձեռքով։ Ես այդ մարդուն միշտ հերվից եմ ճանաչել։ Բայց երբեք իր ունեցվածքը չի եղել ինձ համար ճշնամանալու միջոց։ Այլ մարդը բաշարելա ունի։ Քո հաշվին ունի, որ դու, այսինքն դու մտածում ես, որ դու տուն չունես մենակ նրա համար, որ Ծառուկյանը մեծ տուն ունի։ Հիմա Ծառուկյանի տունը վերցնում են ձեռքից, տենամ դու տուն կունենաս։ 30 տարի երբ ասում են քեզ հազար ներողություն Հանայ ջան, մի շատ բան կա էլի, ես վերջերս գրել էի պատմի։ Այդ լոգիկան, այդ անեկդոտը ցավոք սրտի հայկական արմատներով անեկդոտ։ Ասում եմ իմ դառը ինձ հերիք չէր, Արևանն է BMW առել։ Հա, մեքենա առավ։ Այսինքն քո չունենալը որևէ մեկի ունենալու համար ինչ կապ ունի։ Ինչ եք այդքան փոքրոքի։ Պատկանյանի նման հանճարը, որ երնեք թե այս նոր տարի երգը վերջում ասում է հայեր երբեք չերկմտիկ կատարվի այս ամեն, այսինքն մեր իրական երազանքը մենակ ասում է կատարվի այս ամեն, եթե իսպառ մենք անենք փոքրոքություն մեր սրտել։ Այսինքն ինքն էլ է հասկացել, որ մեր խնդիրը մեր չմիացնանալու, մեր այսքան հակասական լինելու, մեր մտածող ու անտարբեր լինելու հակասության հիմքը փոքրոքության պակասն է։ Երբ որ մեծահոգ ես լինում, հասկանում ես, որ այս մարդը դժվար վիճակում է, փորձում ես օգտակար լինել իրան։ Երբ որ դու ունեցվածքի նյութական առումով քիչ ունես, այն մարդը շատ թշնամանքով չես տեսնում, ասում ես դե հիմա ունի, Աստված իր ունեցվածքը տասնապատիկ դարձնի։ Ես որ չեմ բաշարել, դրա մեղավորը ինքը չի։ Եվ երբ որ ես խոսում եմ, ինձ տանը ասում են մի նշի, այդքան մի նշի, չէ, նշում եմ, որ հասկանում որ ձենս տակ տեղից չի գալիս։ Ես էլ տենց եսի միջ չեմ, բայց կյանքում ունեցվածքի համար որևէ Հարուստներին չեք ատում։ Հա? Հարուստներին չեք ատում։ Չեմ ատում նրա համար, որ իրանք փող ունեն, ես չունեմ։ Ես դրա խնդիրը չունեմ, ես հարուստ մարդ եմ։ Ես ընկերներով եմ հարուստ, իմ մթնոլորտով եմ, իմ ստեղծած հեքիաթով եմ հարուստ։ Բայց ես վարձով եմ ապրում եւ դրանից չեմ նեղվում։ Լավ, ով է մեղավոր այս հոգեվիճակի համար։ Նախ մեղավոր են արդյոք բոլոր իշխանությունները, որոնց օրոք մարդիկ վատ են ապրել եւ մտածել են, որ
այ մեղավոր են հարուստները, դրա համար մենք վատ ենք ապրում։ Մեղավոր է Նիկոլ Փաշինյանը եւ մյուս բոլոր ժամանակի ինդիմադիրները, որոնք ամեն օր համոզում էին, որ քեզ թալանել են, դրա համար ես դու վատ ապրում։ Ո՞վ է մեղավոր այս վիճակի համար։ Վերջին ասածը շատ ավելի ակտուալ է, այնպես չի, նախկիններին ես իհարկե շփում եղել եմ որոշների հետ, բայց ոտերն ամբողջ չեմ համարում, որտեղ որոշ բաներ կա, որ կարող է այդպես չլինել, որ սոցիալական հարթակը այսքան ատելությամբ լցված չլներ։ Դե որ սոցիալական արդարություն լիներ, ցավոք սրտի ուռճացված ատելությունը, որտեղ հիմա անուններ չեմ տա, բայց իմ ընկեր սեփականատեր մի ընկեր ունեմ, որևէ սննդի ցանցի սեփականատերը, պատմում է, որ միտեղ նստած են եւ սեղանակիցներից մեկը ասում է, այս ցանցը չգիտի, որ այդ ցանցի սեփականատերը իրար հետ է։ Ասում է, այս ցանցը սրանն է։ Եվ այդ հայտնի անուններից մեկին, որ ասում էին 50, 50, 60, 70, ինչ ասես չէին ասում։ Ասում է, եղբայր, այդ ցանցի տերն եմ, ասում է, դու չգիտես։ Ասում է, ցանցի տերն եմ, ես այդ քո ասած մարդուն չեմ ճանաչում։ Ասում է, դու չգիտես։ Հետո վերջը խոսակցությունն է բացում, որ անցնում, այսինքն տղայական խոսակցություն, այնքան համոզված են ստին ասեկոսեին։ Լավ, հիմա անուններ տանք, որտեղ այս դեպքում չեմ ճանաչում։ Ինքը 1000 անգամ ասել է, որ պետք է ասեի արագածակերը, ինչ այն անդերների անունը, արագաչափերը։ Արագաչափերը Սաշիկինն է։ Իրականում Ալեքսանդր Սարգսյան, որը էլի Սաշիկ են ասում, եւ սեփականատեր այդ համակարգի ինքն էր։ Բայց ինքը գիտեր, որ դա չի, բայց ինքը բոլորին ասում էր, որ սա Սերժ Սարգսյանի եղբոր արագաչափերն է։ Բայց ինքը գիտեր, որ դրանը չի։ Որտեվ ես գիտեմ, որ գիտեր, որտեվ իր ընկերներից մեկը իշխանության անցնելուց հետո ինչ որտեղ նստած պատմել, որ հետո իմացել է, որ ասում է, բա որ դու գիտեիր խեր այդ մարդու վրա ասում։ Հարցեն չի, լավն է, վատն է, հարցի մյուս մասին եք խոսում։ Այսինքն եկանք նրան, որ իմ ասած երկու տարբերակներ ճիշտ են։ Մեկը խնդիրները ստեղծել։ Առաջ չէի հասկանում, սրանցից սովորեցի այդ ինչա։ Պոպուլիզմը, մանիպուլյացիան, ճղճիմությունը, փոքրոքությունն այդ, որ չիմանալով երեգեն մեկը ազգային ժողովում իրան կոնկրետ դիմացի տղեն արժեքավոր մեղադրանք է տալիս, ինքը ասում է, որ բանի 0199-ի մեջ է, որ ասում է դուք էլ խաղի ժամանակ ոտք եք կոտրում, այսինքն լրիվ չվերաբերող մի հատ մեղադրանք է ասում։ Հա, Աննա Գրիգորյանին, ասում է, դա նկատեք, ձեր ամուսինը Range Rover-ը սնանկացել է, չգիտեմ, սքոս սրահ եք բոլոր օրինակները մանկամտության հասնող, գիտեք ինչ, մանուկ լինելը առավել էս տղամարդու համար արժեք է, բայց մանկամիտ լինելը դեբիլության արդյունք։ Ես օրինակ իմ ընկեր, ես միշտ ասում եմ, Երանի նրան, ով 95 կամ 105 տարեկանում երեխա կմեռնի, որտեղ ես մեծացած մարդիկ են բան։ Չեմ սիրում, օրինակ Անդրանիկ, Վազգեն, Թումանյան, դրանք բոլորը իրանց տեսակով մանուկ են, իմ տեսած ընկերներս, Դուշման, վերջը այսօր իմ հետ ապրող ընկերներ։ Ես էլ տեսակով 20 տարեկանից չեմ աճել, իմ գժությունները միշտ մնում այդ տարիքի մեջ ու հիմա էլ են պատրաստ այդ տարիքի մեջ ապրելու։ Ամեն ինչի պատրաստ են, բայց մանկամտությունը սա արդեն չաճելու արդյունք է, այն որ ֆիզիկապես աճում են, ենթադրենք մի պատկերացնենք, մի 32 տարեկան տղա գնացել է Բաքում 7 տարեկանների հետ պարան է խաղում, որտեղ ինքը այդքանից ավել չի հասկանում։ Եվ այդ 32 տարեկան տղային ասում են պարանը թող, արի քեզ գործ ենք տալիս, ենթադրենք։ Քիչ սյուրռեալիստական օրինակ բերեցի, բայց շատ մոտ է։ Դավիթ, վերադառնալով 18 թվական զուգահեռը ուզում եմ տանել։ Այսինքն եղել է խնդիր, դժգոհություն հասարակության մեջ, մենք չենք կարող հերքել, որ այդ սոցիալական անարդարության զգացումը չի եղել։ Դա եղել է, բայց դրա վրա խաղալով եւ մանիպուլացնելով այդ ատելությունը գեներացվել է եւ նաեւ դուք նոր ասացիք, որ 18 թվականի ես էլի շատ եմ լսել ձեզնից, որ դուք 18 թվականի այդ հեղափոխությանը եւ Փաշինյանի իշխանություն գալուն դեմ էիք։ Նոր էլ ասացիք, որ երբ տեսա շարքերը մեծանում են, հենց այդ ժամանակ արդեն իմ հիասթափությունն ապրեցի։ Այդ ժամանակ դուք ինչ գիտեիք, ինչ է լինելու, ինչու էիք դեմ։ Նախ երբ որ ժողովուրդը համախմբվում է եւ խնդիրը մարդկային արժեքը չի, այլ նյութական, արդեն ժողովուրդը վերածվում է ամբողջի։ Այսինքն նյութական արժեքի ձգտելը հասարակությանը ձևափոխում է ամբողջի։ Ինչքան էլ որ այդ ամբողջի մեջ բժիշկներ կային,
ինտելիգենտներ կային, արվեստի մարդիկ կային շատ, որ հետո հոգեդարձել են, արծետ չի, բայց սկզբում ոչ բոլորը, բայց չէ, քչերն են մնացել, բայց ամեն դեպքում կան, հիմա էլ կան, այն ժամանակ էլ են եղել։ Բայց 88-ին ես 14 տարեկան եմ եղել եւ չեմ փոշմանել, որ միտինգներին շատ աշխուժ էի, նույնիսկ երթերի առաջից գնալուց երգում էի։ Հիմա տենց բան չեմ անի, ինչքան էլ բան է։ Հիմա մի քիչ կերպարս փոխվել է, բայց էլի երանդը մեջս կա։ Բայց այդ ժամանակ խնդիրը մարդկային արժեքներ, այդ ժամանակ Նարեկացու խոսքով էին սկսում, Արտեմի Այվազյանի շեփորով էին սկսում, բանի այդ երաժշտությամբ։ Մի խոսքով ինչ որ մարդկանց հավաքված մարդկանց քանակի մեջ արժեք կար, մարդկանց աչքերում ցավ ու հուզմունք կար, բան կար։ Այդ ժամանակվա երգը բանը չէ, քայլարած երգը դե ռուսկարա, դες բաներ չկար։ Այդ ժամանակ արժեք կար։ Այդ ժամանակ Ռազմիկ Դավոյանից սկսած ինչքան մտավորական կար, առաջնային գծում էին, շարքում էին։ Ղարաբաղ կոմիտեի ասած այդ 11 հոգին ամեն մեկը մի արժեք էր ինձ համար եւ մնում է ինձ համար արժեք։ Ինչքան էլ փորձեցին վարկաբեկել։ Ես դες ասեմ 88 թվի շարժումից սկսված ինչքան շարժման դեմ թեկուզ ՀՀՇ-ի ժամանակ, թեկուզ հետո բան փոխվեց 98-ին Քոչարյանի ժամանակ, թե Սերժի ժամանակ, ինչքան հեղափոխության փորձեր եղել են, դրանք բոլորը նույն ուժերի կողմից են անվանավորվել։ Ընդհանուր մինչև որ ես մարտի 1-ին ինքս մասնակցել եմ։ Մինչև 18 նկատի ունեք։ Մինչև 18 թիվը, 18 թվին այդ նույն ուժը հաղթեց։ Դավիթ կներեք ընդհատեմ, տեսեք, ես վերջերս Նիկոլ Փաշինյանը Քարոզ Արշավի ժամանակ կարծես դա ընդունեց, չէ, որովհետև նա դիմեց Զարուհի Փոստանջյանին, Ռաֆի Հովհաննիսյանին, ասեց, «Այն ինչ որ ես արեցի, դուք պետք է անեիք ժամանակին, բայց ինչու չարեցիք, ձախողեցիք, գնացիք համագործակցեցիք իշխանությունների հետ»։ Այսինքն նա կարծես ընդունեց, որ դա նույն սցենարն էր, պարզապես տարբեր փուլերում ձախողվել էր, վերջը նա ավարտին հասցրեց։ Նույն բանի մասին ենք հիմա խոսում։ Հոմանավորին, որ ինքս ճանաչեմ, գոնե ես ամենայն հավանականությամբ կարծում եմ, որ թշնամի երկրներն են որևէ ներքին արևմուտքի ազդեցությամբ եւ հզորությամբ։ Ես այդպես եմ համարում, որովհետեւ ակնհայտ է, որ հոկտեմբերի 27-ին Նայիրի Հունանյանը Վազգենի հոգին սպանեց, Վազգենի մարմինը եւ ոչ միայն Վազգենի այդ ժամանակվա ստեղծվող ուժեղ պետության առաջնորդների, թե Դեմիրճյանի, թե մնացածի։ Եթե Նայիրին իրենց մարմինը սպանեց, 18-ի եկած իշխանությունը շարունակում է սպանել իրենց ստեղծած հայրենիքն ու հոգին։ Պատկերացնեք, Վազգեն Սարգսյանը կենթանի լիներ եւ ասեին Արարատ սարի մասին չի կարելի խոսել։ Կամ Արցախը Ադրբեջանինն է, նորեն մի հատ ես որ ասում եմ դրանց անուններով էլ չեն տարբերում։ Մի հատ այս տղա խոսում էր, ասում է լորի վերացական թագավորությունն է եղել։ Արման Եղոյանը։ Դե չգիտեմ։ Եղբայր, չգիտեմ ինչքան էս պատմությանը տիրապետում, միգուցե ինչ որ ժամանակ այդտեղ վերացական թագավորություն եղել է, բայց դրանից առաջ այս հատվածում մի հատ ուսումնասիրեք ովքեր են եղել եւ ինչ է եղել։ Դե հիմա այդ ռազմահայրենասիրական բաներով ես էլ չեմ տարապում ծովից ծով Հայաստան, ամբողջ աշխարհը Հայաստան, թողեք հանգիստ եղեք, ես էլ տենց բեղերով հայրենասեր չեմ։ Բայց այս պահին դուք այդպես բան ազգային ժողովի ամբիոնից հնչեցնելը չեք հասկանում, որ դավաճանություն է։ Չեք հասկանում ինչ եք անում։ Ուզում ասի, ախր այդ ասածը հələ ջահանդամ, նես չի որ վրացիք էլ հիմա ելնելու են ասել, նենա ձերոնք ասել են տվեք մեր լորին, տենց չի։ Բայց այդ ուզում ասի, որ այս պահին մենք Արցախը որ ուզում ենք, այդ հավասարաներա, որ վրացի գան ասեն լորին տվեք։ Չէ, նաև ուզում եմ ասի, եկեք ճանաչենք մենք մեր տարածքը հստակեցնենք, որովհետև եթե մենք չենք ճանաչում, չենք ճանաչենք առանց Արցախ, հա, այսինքն առանց Արցախ ճանաչենք, առանց նաև մնացած այդ բանը, որ պետք է մի քանի բան հետ տանք այնպես։ Այսինքն դու իրանց փլավին ջուր ես լցնում, միաժամանակ նաև լորին վտանգելով ինչ որ խոսակցության լավ, գոնե խոսակցության համար։ Չեմ կարծում, թե վերացիկ ձեր չափ վարդն են, որ հիմա էլ իրանք բռնեն մեր լորին ուզեն, հիմա էլ նրանց հետ ճակատ բացվի։ Ամեն դեպքում իրանց մոտ էլ մեր մասին են ասում, այդ էլ ներքին
բանը լարվածությունը պահելու համար է։ Դրանք էլ են այդ նույն ուժերն են, որ բոլոր տեղերը փոփոխություն։ Ասեկոսեները հոթից չի սկսվում։ Նարեկ Դուրյանի մոնո ներկայացումն դա էլ շատ տարիներ առաջ, 10 եւ ավելի։ Որ մեկը։ Չէ, հիշում որներ։ Մեջը մի հատված կար, ասում մենակ հայերը ունեն այդ բառը, որ ասում են ասում է։ Ասում ես, հետևից ինչ ուզում ես գրծրա։ Մեկա դու չես ասում։ Հետո ով քեզ ասեն ով է ասում, կասես չեմ լսել եմ, ասում է։ Այսինքն ասում այո, մենք այնքան բամբասեցինք, որ այսօր ասում ասողները եկան իշխանության։ Ես մեկին հիշում եմ, կանգնել էր կրկեսի մոտ, ասում էր Տարոնը քանդում է այս կրկեսը, մանկապիղծ է, կրկեսը քանդում է, որ օբյեկտ սարքի իրան։ Տարոնը այդ ժամանակ քաղաքապետ էր, իմ ընկերը Մարգարյան Տարոնը։ Վերջը բանը արդյունքում այդ ոստիկան ասում է եղբայր քեզ ինչի է թվում որ ես այս երկրի թշնամին եմ դու Գարեգին Նժդեհ ես մազերով մի հատ տղա է ոչ ասում է սա քանդում ասում է բայց դու որտեղից գիտես ես ինքս ոստիկան եմ տեղեկացված չեմ վերջը բայց կրկեսը սեյսմիկ առումով վտանգավոր շենքեր եւ գնողը այս պահին իմացանք որ Կարապետյանն ա եղել քանդելա որ նոր լավ վայ մարդ այդ որ քանդեցին հետո պարզվեց կրկես են սարքում, շատ շքեղ, շատ միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Բա ինչի մի օր չկանգնեցիր ասել, կներեք պարոն Մարգարյան, սխալ եմ իմացել, ձեզ շանտաժի էի ենթարկում։ Դու մանկապիղծ ես ասել այդ մարդուն։ Այն այգին բացելուց այդ տղու հետ էլ աշխատել եմ։ Մի հատ տղա կար։ Չեմ էլ ուզում անունը տամ, վերջը։ Վարդանյանների այգին, ես հիշում եմ, պատրում էին պաստառները, թե բացեք տեսնեմ։ Քանդում էին, բան։ Հետո եկաք դուք բացեցիք, արա։ Բա ինչի՞ չասեք կներեք, սխալ գիտեինք։ Ասում էիք օբյեկտ եք սարքում։ Ծառերը կտրում եք, օբյեկտ սարքեք։ Բայց շարժումները հիմա ուր են, Դավիթ։ Ինչ այդ շարժումները, այն ժամանակ պուրակների համար էին պայքարում։ Այդ շարժումներից հիմա գիտեք ինչի մարդ չի հավաքվում։ Որտեւ այն ժամանակ այդ հովանավորները սոցիալական խնդիրներով էին առաջնորդվում, հիմա սրբազան շարժումը եկավ մի հանգրվան, որ դեռ հանգած է, այս վերջին ուժեղ Հայաստանը։ Չէ, քաղաքական շարժումների հետ չեմ, հենց այդ քաղաքացիական, որ պայքարում էին պուրակների համար, բնապահպանական խնդիրների համար։ Այդ բոլոր պայքարողները իշխանության են։ Եկան իշխանության, որտեղ իրենց շատ մեծ ազգային գործ են անում, որ գնում են կներեք 100 դրամով մեքենայով Դավթաշենի բանից որ մարդ էին տանում Դավիթաշեն։ Ժողովուրդ ես ամեն տուն գնալուց սաղ կյանքս մարդ եմ տարել, եթե դատարկ եմ եղել, եթե մարդական մնաց եղել։ Ու առանց 100 դրամի, առանց ակցիայի, առանց շոու բիզնեսի։ Ես կյանքում մարդկային արժեքը շոուի չեմ վերածել։ Այդ շոու բիզնես բառը չեմ սիրել, թե շոուն ձևն է, բիզնեսը նյութը։ Ոչ ձևն եմ սիրում, ոչ նյութը։ Ես շոու բիզնեսից չեմ, ես երգել եմ ստացվել է ցույց են տվել դարձել եմ ես իմով մեկ էլ ամաչում եմ որ ինձ մոտենում են որտեղ ասում եմ ես այդքան կամ որ ես տարած կինը մոտենա ասի շնորհակալ եմ քեզ իսկապես ամաչում եմ այսինքն ինձ համար հայտնի լինելը ես իմից չի ընդհակառակը ամաչելու միջոցը որտեղ ես իմ գրածը հələ չեմ գրել իմ ուզած գրածը իմ արածը հələ չեմ արել ես ապրում եմ դե մենք ենք գնահատում ձեր ստեղծագործությունները Դավիթ 2018 թվականի բայց այդ հարցս մեկ եւ ամբողջական պատասխանը չստացա այդ ժամանակ ինչ գիտեիք դուք ինչ է լինելու նաեւ ասացիք որ ասացիք նաեւ որ մարտի 1-ին մասնակցել եք մարտի 1-ի ժամանակ նույն սցենարն էին փորձում անել ինչ 18-ին եղավ ու երբ եք հասկացել դա Մարտի 1-ի սցենարը կազմակերպողը հիմա եմ ուզում տանել Եվ շնորհակալ եմ ընդդիմությանը, որ հետընտրական այդ ընթացքում ժողովրդին չհանեց։ Որ կոչեր անում ասում էր դուրս եկեք ինձ հանեք հեղափոխությունը։ Որ ինքը հիմա նորից մարտի 1 պիտի աներ։ Սա ուրեմն եթե ես գաղտնիք բացահայտեմ, նախ ռիսկ չեմ անի ասել, որտեղ ես ով եմ որտես բանանամ։ Սա հնչած տեքստեր եմ ասում։ Մարտի 1-ի մասին։ Արամ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի համար, ինձ համար գիտեք Վազգեն Սարգսյանը։ Վազգեն Սարգսյանի գերետիկ եղբայր Արամ Սարգսյանը, որպես Վազգենի եղբայր, մեկը իմ համար ընդունելի մարդ է։ Այդ ժամանակ
ասեց ժողովուրդ ջան, այդ երկաթները, բաները, որ փոխում եք, նախ քաղաքն եք վատ վիճակում ցնցումների մեջ գցում։ Հետո այստեղ ձեր իմացած առաջնորդներից ոչ մեկ չկա, եթե այդ երկաթով հաջողվի որևէ մեկին խփել, դա լինելու է մեր զինվորներից մեկը, որը մեկը մեր քերոջ տղան է, մեկը մեր եղբոր տղան է, մեկը մեր տղան է, մեկը մեր երեխեքն են։ Ասես մեր դիմաց մեր եւ ինչքան խաղաղ լինի, քանդեք այդ բարիկադները, ել խնդրում եմ, ինչքան խաղաղ լինեք, այնքան ուժեղ կլինենք, որտեղ հակառակ դեպքում մենք կնպաստենք, որ մեզ ուժային բանով մոտենան։ Ինքս այդ պահին ասից ճիշտ ասեց, все-таки Վազգենի աղբերն է, ինչ ճիշտ մոտեցավ արծին։ Հենց մի անգամից հետո եկավ մեր աղբերը, կներեք աղբեր բարի համար, Ժողովուրդ ջան, կազմեք բարիկադներ, փոկեք բոլոր երկաթները, կազմեք բարիկադներ, պատրաստվեք, փառավորվեցի, որ ոստիկան եք բան արել, վահաններ եք վերցնել։ Եվ ով հրահրեց դրան։ Ինքս տեսել եմ, ոնց Սև 099 այդ պահին, որ արդեն խժդժոցը սկսեց, նստացրեցին, ինքը տենց արագ գնացին, հարցեր չի։ Եվ այդ օրը, երբ որ տեսա կրակոցներ սկսվում արդեն, իմացա, որ խանութներ են մտել, իմ ընկերներին ասի տղեկ մենք մնանք ինչ անենք, ում խփենք։ Այդ կրակողն էլ է մերը, չկրակողն էլ է մերը, սուս-փուս գնում ենք, որտեղ այս պահին ցրվել է զոհ չլնելու համար, բան անել ամենաճիշտն է։ Ում ենք ինչ անելու, որ բարիկադից ենք ում խփելու։ Ընկերներով տենց արագ տարածքից դուրս եկանք, որտեղ էս են դեպքն է, որ իրապես շարու փորձանք է, որտեղ թշնամին չի, թուրքը չի, որ դու կռվես։ Վերջը, տենց դրանից հետո լսեցի որոշ ձայնագրություններ, որ ինտերնետում գցած է, բոլորս ենք լսել։ Ու այդ վաղտվանից հասկացա, որ քաղաքականություն ասած ամենակեղտոտ բանն է։ Վազգենի խոսքը, որ կարող ես խավարի մեջ մի մոմ վառի, ոչ թե խավարից բողոքի։ Հասկացա, որ սկսեցի ինտենսիվ բանակային շփումների մեջ մտնել, բանակի համար համերգների տեսքից սկսած մինչև հանդիպումներ արվեստի մարդկանց հետ, sense բաները ինտենսիվ արել եմ, բայց միշտ անելուց չեմ թողել, որ կամերայով մարդ կա, որտեղ ասում էի բանակի համար ինչ որ մի բան անելը եկեղեցու աղոթքի նման բան է։ Եվ եթե եկեղեցու աղոթքը կարող ես հրապարակել, դա էլ հրապարակի։ Աղոթքը թաքուն են անում։ Սիրո խոստովանությունը թաքուն են անում, որ գեղեցկանա։ Լապտերի լույսը եթե շատ ուժեղ լիներ, գեղեցիկ չէր լինի, չէ։ Այդ կամերայինությունը մարդու աղոթքին դարձնում է ուրիշ ավելի հասանելի դիեզերքին։ Ի վերջո լռությունը ամենամեծ երաժշտությունն է, դուք ես չեմ ասել, մի հատ բարձրացամանց ես։ Եվ մենք սկսեցինք մեր ընկերներով նպաստել ու տենց ինչե եկավ 18 թիվը, երբ որ արդեն այդ արանքում դե էլեկտրիկներ, չգիտեմ, սվարչիկներ, եսի միջեր, բոլոր այդ միտինգները եղան, 150 դրամ, 200 դրամ։ Այդ ժամանակ էլ էի հասկանում, որ ընդհանրապես այդ ժամանակ ես 2008-ից հետո որևէ հավաքի չեմ մասնակցել։ Չէ, բայց հասկանում էիք, որ էլեկտրիկ Երևանը հասկանում էի, որ օտարածին ուժերի բան է, այսքան ծանր չէի պատկերացնում։ Բայց անկեղծ ասած ոչ մի անգամ չէի պատկերացնում, որ այդ առաջնորդը կարա լինի այն, ով եղավ։ Փաշինյանին առաջնորդ չէիք պատկերացնում։ Ես մի անգամ ասել եմ, եթե հանկարծ Աստված տար այդպես լիներ, իհարկե իմ կարծիքը կբախվեր, իմանայի, որ սխալ եմ եղել, թող տար Աստված սխալ լինեի։ Եթե ընդհանրենք հրաժարականն եղավ նախագահի եւ փաստորեն դուրս եկավ, որ ինքը հաղթեց։ Եթե ինքը կանգներ ասել, ժողովուրդ ջան, ես առաջնորդի համար կոմպետենտ չեմ։ Հա, ես արեցի եղաշրջումը, բայց եկեք մի հատ կոմպետենտ առաջնորդ մտածենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ դաշտում մարդիկ կային, որ հələ իրան համախոհեին, բանը ինչ է, ինչ որ, չգիտեմ, մարդ, որը իրաչափ տգետ, իրաչափ վախկոտ, իրաչափ աշխարհի հետ շփվելու ունակություն չունեցող չէին։ Մարդիկ, որոնք կոմպետենտ էին։ Բերեք ինչ որ մեկին մի լիդեր, ախպեր, մի բարդ, որ, չգիտեմ, Դեմիրճյանի տղեն է, Վազգենի աղբերն է, մի բարդ, արա։ Եղբայր, ես իսկապես կհարգեի քեզ, կասեի, այս տղեն իսկականից մի բան արեց, ինքը կարողացավ անի, թե օգնեցին հարցը հետ դրա մասին չի, բայց ինքը հասկացավ, որ ինքը չի ձգի տվեց։ Այդ ժամանակ ինքը իր դերում շատ
լավ դերում կլիներ։ Մարդիկ կասեին, տեսար, հեղափոխությունը արեց, չգնաց բղեկի, իհարկե պաշտոն կունենար անպայման, ասելիք կունենար, եթե ունեի։ Բայց եթե դու չգիտես, որ այդ բանը այդ չես ցքի ախր է։ Տղա ջան, ախր չես ցքի։ Դու Նարդոսն ու Թումանյանն ես խառնում իրար, բանասիրականը սովորացալով է։ Դու թամամ լեզու չգիտես։ Դու ինտելեկտից տկար ես։ Դու ախր առաջնորդ չես։ Լավ, ինչը քեզ խանգարեց 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն էր լիդեր, իր միտինգը դու էիր վարում։ Գնայր ասեր, պարոն նախագահ, եկեք, դաշտը ազատ է, եկեք։ Ես ոչ մեկի հանդեպ ատելություն չունեմ։ Չգիտեմ, որևէ մեկին բերեիր, եղել էր, արել էիր։ Մի հումոր կա, գրեթե մի քանի հաղորդման ժամանակ ասել եմ, բայց հիմա էլ ասեմ։ Երաժիշտների մեջ բան կա, որ ստեղ ընդեղ զանգում են, դհոլչի է պետք ինչ-որ մեկին, ուր զանգում է բոլոր իր ճանաչած դհոլչիները զբաղված են, մի խոսքով ընկեր, մեկին գտնում են, գալիս է, ես էլ գործը ավիրում է, շատ վատ է նվագում, բայց դե քանի որ տակ է այդ մյուս հարվածային գործիքը կա, այդքան ժողովուրդը չեն հասկանում, հարսանիքը վերջանում է, այդ ստեղնաշարային գործիք նվագողը վերջում է ստողում դհոլչը։ Ասում ախպեր, որ քեզ ասում են գործ կա, ինչի՞ չես ասում հարմար չի։ Եղբայր ասել ինձ հարմար չի, ժամանակ չունեմ։ Չգայր գցեիր ոտից, որտեվ այդ դհոլչը գործ չի, եթե այնտեղ։ Բայց նաև ասում եք հատուկ նպատակով է։ Դհոլ է խփում, դհոլ չէ, էլի բարաբանը խփում։ Հա, ասում եք, բայց հատուկ նպատակով է եկել։ Հետո ում պետք է ասեր։ Այդ արդեն ինքս տեսնում եմ, բայց դրա ցավոք ոնց բառս մեկնաբան եմ հաստատուն հայտարարություն անելու ես կոմպետենտ չեմ։ Դա պիտի անեն քաղաքագետները, դա պիտի անեն ուժային են կառույցները, որոնք պիտի զբաղվեն դրանով։ Ես կուզեի ազգային անվտանգությունը ոչ թե գնար առույց քնասներ, սատանաբռներ, այլ տեսներ Ադրբեջանի հրահանգները այս երկրում ով անի։ Եվ դասական հիմքերով ձերբակալվային նրանք, ովքեր Ալիևի հրահանգով ստեղ ինչ-որ բաներ են անում։ Օրինակ Ալիևի հրահանգով ամսի 7-ին դատարան է տարվում վեհափառը։ Ես լսել եմ, որ Ալիևն ասել է հերոստա բաներով, այդ YouTube-ներով բացում ես, տենում ես Ալիևը ասել է, որ էլ մի քանի բան ունեք անելու։ Վերջինը ասել է Ինձ որ ասում են, այս քանի օր ասում են այդ 300,000 հոգին։ Այմար 300,000 հոգին մենք չենք ասել, Ալիևն է ասել։ Միացրեք, լսեք YouTube-ի բանը։ Բա ինչու չեն եկել։ Դե որտեղ հիմա ուր կան։ Բա երբ են գալու։ Վենա իրանցից 600,000 կա, 300,000 գալիս են, ինչ անեն։ Կգան, մի օր կգան, բայց այդ իսկապես շանտաժ չի, Ալիևից YouTube-յան բան կա, ես նայել լսել եմ։ Այո։ Ու ես ինչ չեմ խափում։ Տարաստված դասած չլինի։ Կարող է դրանից հետո ասել եք Ալիև ջան, մի ասա, մերոք ջղայնանում են, տեսնենք ինչ են անում։ Հիմա էլ չի ասում, բայց այն ժամանակ ասել է, չէ, լսել եմ։ Չէ, ասում են։ Ամսի 18-ին է հավաքը չէ։ Հետո ամեն օր հունիսի թե մայիսի 18-ին էր Նախիջևանում այդ ընտրություններից հետո էր հունիսի։ Ընտրություններից հետո։ Ընտրություններից հետո Նախիջևանում հավաք եղավ, բայց ոչ միայն հավաք եւ այդ հավաքի բանի։ Ադրբեջանում էլ եղավ, ՄԱԿ-ում էլ։ Դե հիմա։ Հուսամ Անայդ ջան, ձեր այդ զրույցը շատ հաճելի է, բայց հուսամ հաջորդ զրույցի ժամանակ այսքան վատատեսական չեք լինի։ Բայց լույս վառած կլինի։ Այո, բայց քանի հաջորդ զրույցին չենք ասել, մի քիչ։ Չէ, ես չեմ եզրափակում։ Չէ, այդ վատատեսական շղթան մի քիչ էլ շարունակենք, որովհետև որ ասում եք հատուկ պլանով է եկել, հա հասկանում եմ, կնիքը չեք դնում, ձեր ենթադրությունն է, բայց այդ պլանի վերջը ո՞րն է, մինչև ուր պետք է հասնել, ինչ սպասենք առաջիկայում, էդ էլ եք տեսնում։ Ինչ անելիքներ դեռ կան, հատկապես որ նոր են ընտրվել իշխանությունները։ Անունը բռնում է, ախր այս դեպքում։ Անայդ, ես գաղթական չեմ դառնա։ Ուսամ գաղթական չենք դառնա։ Խաղաղությունն ու պարտությունը խառնել են իրար, սա խաղաղություն չի, սա պարտություն է։ Հատկապես թուրքերի դեպքում պարտության շարունակությունը կամ գաղթի ճամփենա կամ գերին։ Ես երկուսն էլ չեմ ուզում լինել։ Գերին գնելու ֆիզիկապես ենթակա չեմ։ Գաղթել
չգիտեմ ինչ չեմ պատկերացնում գաղթելուց։ Դա Աստված չհասնենք այդտեղ, եւ ես հավատում եմ, որ չենք հասնի։ Գիտեմ, որ մեր մեջ ի վերջո կգա ուժ, որ ազգը ժողջանը չէ, ազգը որևէ օր կհամախմբվի, որտեւ այն անտարբերների մեջ ազգից շատ մարդ կա, բայց չգիտեմ ինչու են անտարբեր։ Ընկերներ ունեմ, նստում են ասում են, հետո տղեկ, այս հանակ մասխարա չի, դու ասում եք քաղաք, այս քաղաքականություն չի։ Եկե հասել են ստեղներս, ասում են սպասեք խեղդվենք նոր կռվենք։ Հուսամ, որ վերջի պահին կհասկանանք եւ ազգը կհամախմբվի ու կունենանք լուսավոր այն ինչ որ ուզում ենք։ Այդ համախմբմանը մահը չեմ ցանկանում, որտեղ մարդկանց մի տեսակ մարդկանց չէ, բաների մի տեսակ կա, որ նույնիսկ մահը իրենց շատ է, մահը վաստակում են, մարմին անջատված հոգուց, մահի հապավումն է, այս դեպքում հոգի չունեցողները մահ չունեն, իրանցը մահ է, մարմինը անջատված, հոգին ուր է, հոգի չունեն, որ անջատվի, բայց թողնենք, իսկապես որևէ մեկի մահը չեմ ցանկանում, ես նույնիսկ իմ թշնամունը չեմ ցանկանում, ես չեմ ուզում նորից զոհեր լինեն, ես չեմ ուզում որևէ բան լինի, բայց երազում եմ ազատված Հայաստան ունենալ, այսինքն դա որևէ մեկի կյանքի հաշվին երբեք չեմ երազի, ինձ թվում է այս անգամ Տիրոջ կամքը մեծ է, մեզ կհասցնի տեղ, կտեսնենք, երբ որ դանակը ոսկորին է հասնում, նոր սկսում է մարմինը իր մեջ ենթակա ուժերը վերարտադրել, հուսամ հիմա դանակը կամաց ոսկորին է հասնում և մենք կփորձենք վերարտադրվելով ոսկորից հետ մղենք այդ դանակին։ Այստեղ հարցը ում ոսկորին է հասնում դանակը։ Ցավի, երկրի, մեր։ Չէ, ոսկորին հասելա մի բան է կդրել։ Անտարբերների ոսկորին է հասնելու։ Դե նաև այն մասի, որոնք մերպես են մտածում, բայց ակտիվ չեն։ Ես մեր արտիստների մեջ լիքը մարդ գիտեմ, որ զզվում են սրանցից, չեն ուզում իրանց մասին լսել, բայց հանրային բողոքի հավաքներին չեն գալիս։ Ինչի։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Բայց հարցրել եք, չէ։ Չեմ ուզում հարցնեմ, չցավացնեմ իրանք, որտեղ ես ինքս որ գալիս եմ, կմտածեմ, որ հարցնում եմ, ասեմ ինչի իմ կողքը չեք, չէ, թող իրանք իրանց ձևով հասկանան։ Ընկերներ ունեմ, որ շատ ակտիվ են, Սաֆարյան Արսենը, Ռուբենը Մխիթարյան, այն որ ուժերի բաներին մասնակցեցին, մեր Շուշոն Պետրոսյան, մեր Մերոն, վերջը նուրը բանը, մենք Սահակյան Արտուրը ռեժիսոր, բավականին կոմպետենտ, Աննա Մարիլյանը, Լիլիթ Բլեյանը, կարող եմ անընդհատ անուններ տալ, միգուցե որոշ ընկերների անուններ այս պահին Բայց շատ չեք, Դավիթ։ Դավիթ Սահակյանցը, չէ, քիչ չենք, բայց ասացիդ պես այդ ընդհանուր բանի մեջ կարող է 3 կամ 5% կամ 10 լավ։ Ու կան հակառակ, հիմա մարդ կա, ես որ վերջերս միացավ այդ բաների տիրադավների այդ շարժման ժամանակ, որ են Հովանավանքում երևաց բան, անունը չեմ տայել, ես չեմ սիրում անուններ տալ։ Բանցս բան որ խոսում է, ծիծաղելի է իրավիճակը, որտեղ իրանով գիտենք ինքը այն ժամանակ ինչ հնարավորություններով դարձավ բան հանրահայտ երկիչ։ Իրա միանալուց ես կամաչեի, որ ինքը մեզ կմիանա։ Ուրախ եմ, որ ինքը միացավ այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Բայց այտենց երաժիշտներ կան, բավականին արժեքով երաժիշտներ, որ սկզբում են թվում են եղել, հիմա չեն կողմնորոշվում։ Հա, համախոհների մեջ մեր Արամոյի եղբայր ռեժիսոր Աշոտը Գևորգյան, շատ են։ Երբ որ հավաքվում ենք, հասկանում ենք, որ Սրբազան շարժման ժամանակ այդ բանը հավաքվեց, մի քանի հանդիպումներ ունեցանք, մեր արժեքներով, մեր համերգներով, մեր ձևերով նպաստել ինչ-որ բանի։ Մենք երբեք չենք կարող հավաքվել, մտածել, այս մարդուն ոնց օգնենք, այն նստարանը ոնց տանենք։ Չէ, դες բաներ մենք
մեր գործով կարող մի քանի բան ավել անենք, մեր գործով ասելով հանդիպումներ, հաղորդումներ, համերգներ, չգիտեմ, ցուցահանդեսներ մնացած։ Դավիթ, լրողներին, որ ասում եք քննադատում են, չեն սիրում իշխանություններին, բայց լռում են, ի՞նչն է խանգարում, ինչ որ վախը, որ գործունեության հետ կապված խոչընդոտների կհանդիպեն կամ հասարակությունը կքննադատի։ Չեմ կարող մեկնաբանել։ Իսկապես չեմ կարող, որտեղ ես ինքս կմեկնաբանեի, եթե իրանցից մեկը լինեի, ես իմ մեջ գտած պատճառը կասեի ինչից։ Շատ անկեղծ լինեմ, այնց էլ չի, որ այնքան մեծ ունեցվածք ունեն, վախում են ունեցվածքից զրկվեն։ Կամ այնքան մեծ համբավ ունեն, վախում են այդ համբավից զրկվեն։ Այդպես չի։ Կամ վախկոտ են, վախում են, որ կարող է մի օր էլ տանեն փակտեղ պահեն իրանց, այդ խնդիրը չի։ Ուղղակի միգուցե իրանց մեջ էլ այդ նախկին ասած այդ երևույթների հանդեպ ատելություն կա, իրանք սրանց էլ չեն սիրում, բայց նրանց էլ չեն սիրում։ Ում են անտարբեր, որ ոչ ես ոչ են։ Միգուցե դա, բայց դա ճիշտ չի։ Եթե փորձենք ամփոփել, հիմա նոր ազգային ժողով ունենք ձևավորված, ինչ որ առումով նոր ընդդիմություն ունենք ձևավորված, դուք էլ ակտիվ ընդդիմադիր շարժումների մասնակիցներից եւ առաջամարտիկներից եք։ Ո՞ին շարժվա, հետո շարժվում։ Այո, առաջամարտիկ եք վստահաբար։ Դավիթ, ինչ է լինելու կամ ինչ եք ակնկալում ընդդիմության գործողություններից։ Ընտրություններով փաստորեն չստացվեց Նիկոլ Փաշինյանին հաղթել։ Կփորձեմ հաղորդման ժամանակ Նոստրադամուսի հետս բերել։ Անայդ ջան, չգիտեմ ինչա լինելու, բայց մենք ապրում ենք։ Կամ ձեր ակնկալիքը ընդդիմությունից ինչպես պետք է հաջողվի։ Որևէ օր գիշերվա լուսանալու։ Այսինքն մենք մտել ենք խոր գիշեր եւ այդպես գիշեր չկա, որ լուսաբացով չվերջանա։ Ես լավատես եմ։ Եվ իմ լավատեսությունը ճիշտ է, հուսախաբության օրեր շատ եմ ունեցել, շատ։ Բայց շատ օրեր էլ վերջացել են, շատ մեծ դժվարություններ վերջացել են լույսով։ Իմ կենսագրությունը հարուստ է։ Եվ ցավով եւ ցնծությամբ։ Ցավը տեսել ենք, մնում է ցնծության ժամանակը գա։ Բոլորի ժամանակ հաղորդումների ժամանակ սա ուզում եմ ասել։ Մարդը գեղեցիկ է, երբ որ արցունքն ժպիտ խառնում ու իրար, որտեղ անարցունք ժպիտ սարքում է մարդու երջանիկ ապուշ, իսկ անժպիտ արցունքը սենտիմենտալ, չգիտեմ ինչ։ Դրա համար ցավն ու ուրախությունը, որ իրար չխառնենք, միայն վատատեսությամբ ոչինչի չենք հասնի։ Ես վատատես մարդ չեմ։ Ես հավել եմ, դուք իմ ճանաչած ամենալավատես մարդկանցից եք։ Բայց այդ ամենամեծ ցավ տեսած, բայց նաև ամենալուսավոր։ Միայն լավատեսությամբ պարուրվելն էլ ճիշտ չի։ Դրա համար մենք ապրենք բոլոր ձեռքբերումներով ու կորուստներով։ Կորուստներից պետք է դաս քաղենք, ձեռքբերումներից չպետք է հպարտանանք։ Հաղթանակը մեր տղեն էր, ընտանիքի տղեն։ Եվ հաղթանակին չպետք է այնքան սիրենք, որ հղբանար տնից դուրս գար գնար մեր մոտից։ Հաղթանակի հետ ինքնակննադատությամբ պետք է մոտենանք։ Տղուն ո՞նց ես դաստիարակում։ Համ փեդով, համ շոյելով, չէ։ Համ որպես քոնը ջերմությամբ գրկում ես, համ էլ ասում ես տղա ջան, հոп, կազինո մի գնա։ Մենք շփացած ենք դաստիարակել, հարուստի շփացած տղայի պես։ Մենք այնց արեցինք, որ ինքը ուղակի գնաց դարձավ խաղամոլ մեր հաղթանակը։ Իսկ գնաց տրվեց օտարի։ Հաղթանակին կորցրեցինք։ Հիմա եկել է մեր տուն պարտությունը, որին համարում ենք խաղաղություն։ Իսկ պարտությունը քաղցկա է, եթե իրան ասենք դու մեր խաղաղությունն ես արի, ինքը կասի ես որ գալիս եմ, ես շատ եմ, դուք ստեղից գնացեք որ տեղավորվեմ։ Դրա համար պարտության հետ պետք է ճիշտ հաշվի նստել։ Չխուսափել պարտությունից, որտեղ պարտությունը բոլորիս վաստակն է, թվում նաև իմ։ Ես միշտ մտածում եմ, որ Վարդանները, իմ տղա Վարդան ու դուշմանը ընդեղ իրար տեսնեն, ինչ կխոսեն։ Մեկը Շուշին ազատագրելուց է զոհվել, մյուսը Շուշիի անկման ժամանակ։ Ու երկուսը Վարդանն են, ես մի Վարդանի անունն է, հորս անունն է։ Ինչ պետք է դուշմանի անունը չէ դրել ձեր Վարդան։ Հորս անունն է, բայց նաև Վարդանի անուն։ Վերջը դե իրանք ինչից պետք է խոսեն։ Թարենք դուշմանը ինչ հարց պետք է տա։ Դիասի Վարդան ոնց եղավ որ Շուշին թողեցիք, ով հրահանգեց, ինչ եղավ, թե ուրիշ բաներից, թե իրանց մոտ ընդհանրապես ընդեղի Շուշին միշտ ազատագրած է երևի, որտեղ ընդեղ հաղթանակն ու պարտությունը փոքր բաներ են։ Գիտեք ինչի, որտեղ ընդեղ դավաճանություն չկա։
որտեղ այնտեղ ժամանակ չկա։ Իսկ մենք ստեղ ժամանակի ձեռը ընկել ենք դավաճանության գիրկը։ Ժամանակը մեզ խափում է ու մենք ընկել ենք լավ ու վատի, սև ու սպիտակի հակասությունների։ Դրա համար երկրային լույսը մի օր բացվելու է, բայց երկրայինը չի հանգում։ Դրա համար ուժեղ լինենք, որ մինչև երկինք հասնելս մի քիչ բարձ ճակատով գնանք։ Դավիթ, շնորհակալ եմ ձեզ։ Ես էլ ձեզնից, Անահիտ ջան։ Ինչպես ասացիք, հաջորդին հանդիպենք ու խոսենք լավ թեմաներից։ Աստված ծնդ լսի։ Լինելու է։ Կհանդիպենք, այո։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի երգիչ երգահան Դավիթ Ամալյանի հետ, մենք կհանդիպենք, լավ եղեք։